Կասեք ինչ եք աջակցում Հայաստան դաշինքին։ Որովհետև ես Հայաստանի ապագան տեսնում եմ ազգային իշխանությունների շուրջ, Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ վարչապետի պաշտոնում, քանի որ ունի փորձառություն, կամք եւ ուժ մեր երկրի առաջ կանգնած այս խնդիրներից դուրս գալու համար։ Միայն այս քաղաքական թիմի առաջնորդն է, որ բացեբաց հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Արցախը հանձնելու մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դա ինձ համար առաջնային խնդիր է։ Ուժեղ ղեկավար ենք ուզում տեսնել, որ խեղճացած չմնանք։ Հայ ազգը այս ձև խեղճացած չի եղել երբեք։ Միայն Քոչարյանը կարող է ոտքի կանգնեցնել հայ ազգին։ Այն վաղ մենք հպարտ էինք ելում, հաղթած ազգ էինք։ Իսկ հիմա չենք կարողանում մի ինչ-որ ազգի հետ լեզու թրկել։ Խեղճացած վիճակ է մեր մոտ։ Մենք ուզում ենք ոտքի կանգնել։ Այս խմբակից էլ ազատվենք, որ սենց թուրքացման չտանի։ Ինչ ղեկավար, որ մեզ սարը ձուն է, մեզ պետք չի։ Այդ թուրքին պետք է, իսկ մեզ պետք չի, քանի գնալով փոքրացել քարտեզը զարկե դոշը ֆռցնում է։ Արդարությունը մենակ այստեղ եմ գտնում։ Այս դաշինքում եմ գտնում։ Գիտեմ իմ Արցախի հարցը, նույնիսկ մեր հայրենիքի հարցը, մեր բնակարանները ձեռք բերու, ամեն ինչը ես մենակ այստեղ եմ։ Մեր խաղաղության հարցը ես մենակ Հայաստան դաշինքում եմ գտնում։ Ինչքան եղել է Ռոբերտ Քոչարյանը, եղել է պատերազմ, եղել է Արցախի հանձնում, եղել է մեր որդիների, ես ինքս որդեկորուս մայր եմ։ 23 թվականին է իմ զինվոր, իմ սպատաղան զոհվել։ Ռոբերտ Քոչարյանը ինքը օպոտնի նախագահ է, փորձված նախագահ է։ Ես վստահ եմ, որ մինակ ինքը կարող է այս երկիրը հանի այդ փիս վիճակից։ Իմ կարծիքով միակ մարդը, որ պետք է այս վիճակից հանի Հայաստանը, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ես միշտ էլ ասել եմ, մենակ Հայաստանի ժողովուրդը ապրել է 10 տարվա ընթացքում նորմալ ապրել, ընդանից հետո կամաց հետ են գնացել։ Կասեք ինչու եք աջակցում այս քաղաքական թիմին։ Ի արած գործերի համար։ Որ գործերի կթվարկեք։ Վայ, Արցախից բռնած եկած մինչև 18։ Փոքր եւ միջին բիզնեսը ծաղկեց։ Ժողովուրդը սկսեց շնչել։ Խաղաղություններ ամենակարևորը։ Թուրքը ռիշեր անում դիրքերում կրակեր։ Ուզում ենք հետ դառնալ նորից նույն կյանքին եւ հույս ունեմ, որ հայ ժողովրդի համար կբացվի մի բարի արշալույս։ Հույս ունեմ։ Տեսել ենք, որ լավ բաներ արել է, հիմա շարունակում ենք։ 10 տարի ապահով ապրել ենք։ Հիմա կորցողին սիրենք, թե գտնողին։ Հիմա մեռած են ժողովուրդը։ Ժողովրդին սարքել են համբալի պես տշում են, էսկոմ տշում են։ Թոշակա բարձացել, ի՞նչ է բարձացել։ Ամեն ինչ թանկացել է, եռակի քառակի։ Մեծ հույսեր եմ կապում, որ մեր ազգային արժանապատվությունը վերականգնվի վերջապես։ Խայտարակ ելենք աշխարհով մեկ ձեռ են առնում թուրքերը մեզ։ Կարևորը մարդու արժանապատվությունը, որ կորցրել ենք մենք այսօր։ Ինչքան sense պարտված, ինչքան պետք է ձգենք։ Գիտեք, ես ինձ համար հաս եմ տալիս։ Կարևորը բանակցող ով ալն է Թուրքիայի հետ, Ամերիկայի հետ։ Հիմա պատկերացեք, դե ուրիշ տեխնացու դիրե Քոչարյանը իմնասողի։ Ու ոնց այլնելու։ Ինչու եք նախընտրում այս քաղաքական թիմին։ Որովհետև ուզում ենք մեր երկիրը տենանք անկախ, ոչ թե ժամ հողեր տալու համար մենք, չգիտեմ ինչա կատարվում էս մեր ներկա իշխանության հետ։ Մենք ուզում ենք մեր անկախ, այն իրանց ասած թալանած երկիրն ենք ուզում։ Ինչու եք սատարում Հայաստանը։ Որովհետև իր կառավարության վախտով տեսել ենք ինչ ձև ենք ապրել։ Ինքը ձիգ կայնում է իր ասած խոսքի վրա։ Ինքը ժելեզնի մարդ է։ Գլխավորապես ու միայն իր հետ եմ կապում, որտեղ Քոչարյանի օրոք ապրել են, գիտենք ինչա նշանակում Քոչարյանի իշխանության ներքո ապրելը, նշանակում ապրել ուղղակի բառի եւ ուղիղ իմաստով։ Մարտում պաշտոնավարման տարիներին գոնե 10 տարի վեր ուղղակի թխկուն չի եկել թշնամու կողմից մարդ ղեկավարում մոտ ուղղակի Ալիևը ծնկի եկել, ոչ թե ծնկի բերել։ Տեսել ենք 8 տարի ինչա բերել, ուղղակի մահապուրց լինենք նրանից, Նիկոլական դարաշրջանից մահապուրց լինենք։ Միանշանակ Քոչարյան, նրա մարտական ուղին արդեն իմ աշկերի առաջ ա եղել դեռ 90-ականներից։ Եթե առաջնորդ բառը արդեն կա, էլ անիմաստ է բառերը, նա առաջնորդ է ամեն հարցում։ Ես օրինակ ուզում եմ Ռոբերտ ընտրվի, որ Հայաստանը մնա տեղում։
ոչ թե Հայաստանը լինի Ադրբեջանը կազմի մեջ, ոչ որ Ղարաբաղն է եղել։ Պետք է Փաշինյանը հեռանա այդ Հայաստանից ընտանալ, պատի վտարել։ Նիկոլ Ալիևոգլի դավական։ Իմս Քոչարյանն է, ուրիշ չեմ։ Այս իրավիճակում միակ մարդը, միակ ուժը, որ ես տեսնում եմ, որ կարող է երկիրն այս վիճակից հանել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Նա մի անգամ չի որ ապացուցել է, որ կարողանում է երկիրը ծնկաստեղից ոտքի կանգնացնել եւ ինչպես միշտ Թուրքիա առաջ մեր ճակատը միշտ բարձր ու բարձ պահել։ Բան պետք է պաշտպանենք ձեր կարծիքով։ Մենք ուզում ենք Քոչարյանին։ Ես ինչքան մարդ ճանաչում եմ մի շրջապատում, հիմնականում իր ժամանակ է ոտքի կանգնել։ Դրանից առաջ բոլորը սա սոված ֆրֆռում էին, ոչ աշխատավարձ էին ստանում, ոչ կարող էին գործ անել, ոչ բիզնեսում բանկի տոկոսը 60% էր տարեկան բանկերը տալիս էին, որը որ հնարավոր չէր բիզնես անել։ Իր ժամանակ ես արդեն վարկ եմ վերցել 10-12% դրամով։ Իսկ այն ժամանակ 60% դոլարով էր, մինչև 98 թիվը, մինչև 2000 թիվը։ Իսկ պետք է ղեկավար, որ երկիրը խաղաղ պահի, դա ամենակարևոր բանը։ Գիշերը հանգիստ քնեք, մեր երեխեք սահմանին իմանան, երեխայի ուղարկե բանակ, որ պետք հետ գա սաղ սալամատ։ Ինձ դա կարևոր։ Ռոբերտ Քոչարյանին։ Որտեղ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ եկավ մեր երկրի ղեկավար, ինքը ամեն ինչ արեց մեր պետության համար, մեր Հայաստանի համար, ամեն ինչ։ Մենք ամբողջ կյանքներս նվիրաբերինք Ղարաբաղ ազատագրելու, այսօր ասենք Նիկոլ Փաշաևը եկավ, Ղարաբաղ իր ցանկությամբ վերցրեց տվեց Ադրբեջանին։ Ասեմ այսպես, ես սկզբից միջև վերջ բոլորին հետևել է, բայց ամենահետաքրքիր ժամանակաշրջանը, որ Հայաստանն ապրել է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանն է եղել։ Այսինքն ոչ մի թիզ հայրենիքից։ Ինձ միայն դա է հետաքրքիր։ Ոչ մի թիզ հայրենիքից։ Իր աշխատանքը պիտի գնահատել այս ժողովուրդը, որ անհույս, չեկով հաց էին ստանում, որը իր աշխատած ժամանակաշրջանում այդ ամեն ինչը վերացավ։ Թոշակները 5-ից 6 անգամ բարձրացավ։ Այսօրվա մեր կրթական, այդպես ասենք, էլի ցենզ ունեցող մանկավարժները, որոնք այն ժամանակ 5-6 ամիս աշխատավարձ չէին ստանում, միայն ժամանակ աշխատավարձն էլ ստացան եւ բարձրացավ իրանց աշխատավարձը։ Մինը կարող եմ ասել իր առած գյուղատնտեսական աշխատանքների համար, որը կազմակերպել է։ Այդ եղած փորձից միակ իրան եմ տենում, որ այսօր մեր Հայաստանի փրկությունը իր ձեռքերում է, բայց ոչ մենակ իր, մեր օգնությամբ, մեր ազգի միջամտությամբ։ Միշտ ասել եմ, Աստված ոչ անի մենք Սարդարապատին փառք տանք։ Ամսի 7-ը Սարդարապատից փիս է։ Եթե մեր ազգը չի հասկանալու, իր ճիշտ ընտրությունը չի կատարելու, ուրեմն այդ ժամանակ մենք իրավունք էլ չունենք ապրելու եւ կոչվելու հայ։ Այդ որ Ալիևն ասում է ռևանշիստներն են գալի, արդեն Ադրբեջանի մեջ ղեկավարին էլ հետը ահու սարսափ է ընկել, որովհետեւ Քոչարյանն եկավ ղեկավար Հայաստանի։ Այդ ջերմուկից էլ Վարդենիսից էլ, Նոյեմբերյանից էլ, Սովնիկ և ոնց կարան մտնեն, կհեռանան, իրան զորքեր այնտեղից, իրանք կհեռանան, գնան իրանց հին դիրքերում։ Ինչ հույսեր եք կապում այս քաղաքական թիմի հետ։ Որ Նիկոլին հաջող գալեն, Հայաստանը կփրկվի։ Այդ ճեղճեղ իր լեզվով սրտից խոսում է։ Երևի ինքը, չգիտեմ, հիվանդ է էլի, իսկականից հիվանդ է ինքը։ Չվերևի սատանայից բրդենք պրոստ այդքան բան։